3 տարի առաջ Վանաձորի թիվ 3 երաժշտական դպրոցում թավջութակի դասարան չկար։ Արամ Խաչատրյան եռյակի թավջութակահարը հիշում է, մարզում վարպետության դասերի ոչ ոք չէր գալիս։ Իմ գոլեգաները դաշնակահար եւ ջութակահարը իրենք դասեր էին անցկացնում, ես անգործ նստած էի, որտեվ թավջութակահար չկար։ Հիմա Կարեն Քոչարյանը դադար չունի։ Կոմվերսբանկի աջակցությամբ Վանաձորում հերթական վարպետության դասն է անցկացվում։ 3 տարի առաջ եռյակը դասական երաժշտության զարգացման հիմնադրամ ստեղծեց եւ մի նախագիծ մշակեց։ Որոշեցին թավջութակի դասարաններ ստեղծել տարբեր մարզերում, սաներին էլ կրթաթոշակ վճարել։ Նախագծին արձագանքեց Կոմվերսբանկն ու հիմնադրամի գործընկերը դարձավ։ Հիմնադրամի աջակցությամբ նմանօրինակ թավջութակի դասարաններ կբացվեն նաև այլ մարզերում։ Կարեն Քոչարյանը շեշտում է, առանց գործընկերների իրենց նախագիծն իրականություն չէր դառնա։ Թող չհնչի որպես գովազդ, որովհետև այն ինչ որ մենք միասին ենք անում, դա մի նախագիծ է, որի կարևորությունը գերագնահատել չի կարելի, որովհետև դա երեխաների ապագան է, դա ընդհանրապես դասական երաժշտության ապագան է Հայաստանում։ Հիմնադրամը երիտասարդ երաժիշտներին օգնում է նաև երաժշտական գործիքների ձեռքբերման գործում։ Ի դեպ, Կոմվերսբանկը իր 20-ամյակը նշում է Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանի ներքո։ Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի եւ Արամ Խաչատրյան եռյակի հովանավորումը բանկն իրականացնում է հոբելյանական տոնակատարությունների շրջանակում։ Ազնիվ Կարապետյան, Ժան Գալստյան, ժամը լրատվական։